Փետրվարի 24-ին լրացավ ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի 4-րդ տարին։ Ռազմական գործողությունների մեկնարկին որոշ շրջանակներ կանխատեսում էին, որ ռուսական ուժերը կգրավեն Կիևը 3 օրում։ 2023-ին կարծիքներ էին հնչում, որ պատերազմը կավարտվի մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։ 2025 թվականի հունվարին երկրորդ անգամ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփը խոստացավ կարգավորել այն 24 ժամում։ Պատերազմի մեկնարկից 4 տարի անց կանխատեսումներն արդեն այդքան էլ լավատեսական չեն։ Կիևը հուսով է, որ 2026-ը կդառնա Ուկրաինայի հաղթանակի տարին, սակայն ըստ տարբեր գնահատականների առաջիկայում ռազմական գործողությունները հազիվ թե կանգ առնեն։ Այսօր օրակարգում ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցն է։ Չնայած վերջին շրջանում վերսկսված ռուս-ուկրաինական բանակցություններին պատերազմի ավարտը դեռ հեռու է թվում։ Զոհերի թիվն աճում է։ Փետրվարի սկզբին Վոլոդիմիր Զելենսկին հայտնեց, որ 2022-ից ի վեր զոհվել է 55,000 ուկրաինացի զինվորական, կան մեծ թվով անհետ կորածներ։ Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում զոհերի մասին թարմացված տեղեկություններ չի հայտնել։ ԱՄՆ նախագահն էլ օրերս հայտարարեց, որ պատերազմում ամեն ամիս զոհվում է 25,000 զինվոր։ Ոչ պաշտոնական թվերն էականորեն տարբերվում են։ BBC-ն եւ Մեդիազոնան 2026 թվականի դրությամբ բաց աղբյուրներից պարզել են 200,000-ից ավելի զոհված ռուս զինվորականի անուն։ Ուկրաինական զոհերն ըստ տարբեր աղբյուրների հասնում են 150,000-ի։ Գնահատականներ կան, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընդհանուր կորուստները՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, կարող են գերազանցել 2 միլիոնը։ Այս թիվը չի ներառում քաղաքացիական կորուստները։ Մոսկվան եւ Կիևը պարբերաբար հայտարարում են առաջնագծում առաջխաղացումների մասին, սակայն կողմերից ոչ մեկին չի հաջողվում հասնել դիրքային գերազանցության։ 2022-ից ի վեր ռուսական վերահսկողության տակ են անցել գլխավորապես Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների ավելի քան 70%-ը, Լուգանսկի շրջանը գրեթե ամբողջությամբ եւ Դոնեցկի շրջանի 80%-ը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանն այս տարածքները սահմանադրությամբ ճանաչել է իր անբաժանելի մասը։ Հենց տարածքների հարցն էլ այժմ ամենախնդրահարույցն է ռուս-ուկրաինական բանակցություններում։ Մոսկվան պահանջում է դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասի ամբողջ տարածքից, նույնիսկ այն հատվածներից, որոնք դեռ ուկրաինական վերահսկողության տակ են։ Կիևի համար այս պահանջն անիրատեսական է, թեև Զելենսկին չի բացառել, որ կարող է դիտարկել ռուսական եւ ուկրաինական զորքերի հայելային հետքաշման տարբերակը, ինչպես նաեւ տարածքների հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ուկրաինական կողմին անհանգստացնում է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Կիևի վրա, հնարավորինս արագ հասնելու գործարքի եւ գնալու տարածքային զիջումների։ Անդրադառնանք բանակցություններին, որոնք վերսկսվել են 2026 թվականի հունվարից եւ ամենայն հավանականությամբ կշարունակվեն մարտին։ Նախ դրանք անցկացվեցին Աբու Դաբիում 2 փուլով, այնուհետև Ժնևում։ Նախորդ տարիներին Բելարուսում եւ Թուրքիայում տեղի ունեցած երկկողմ շփումներից այս բանակցությունները տարբերվում են նրանով, որ դրանց մասնակցում է Միացյալ Նահանգները։ Ժնև էր մեկնել նաեւ եվրոպական պատվիրակությունը, որը սակայն անմիջականորեն չի մասնակցել բանակցություններին, թեև Վոլոդիմիր Զելենսկին պնդում է դրա անհրաժեշտությունը։ Նաև հարկ է հավելել, որ Եվրոպայում սկսել են խոսել Պուտինի հետ բանակցելու անհրաժեշտության մասին։ Այսպիսով փորձենք հասկանալ, ինչ համաձայնությունների են հասել կողմերը։ Ժնևյան վերջին հանդիպումն ընթացել է 2 ուղղությամբ՝ ռազմական եւ քաղաքական։ Ռազմական բլոկում հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել։ Կիևից հայտնում են, որ քննարկումները կառուցողական են եղել։ Կողմերը ընդհանուր առմամբ հասկանում են, ինչպես կարող է կազմակերպվել հնարավոր հրադադարի եւ պատերազմի դադարեցման մոնիթորինգը։ Կա ընկալում, որ գործընթացին ներգրավվելու է նաեւ ամերիկյան կողմը։ Առաջխաղացում կա հումանիտար, մասնավորապես գերիների փոխանակման ոլորտում։ Այլ է պատկերը քաղաքական բլոկում, որի շրջանակում քննարկվում են ամենավիճելի խնդիրները, այդ թվում Դոնբասի ճակատագիրը եւ Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակը։ Այս ուղղությամբ առաջընթաց չի գրանցվել։ Կիևից պնդում են, տարածքային զիջումների խնդիրը լուծելու համար հարկավոր է, որ Պուտինն ու Զելենսկին հանդիպեն, սակայն մոտ ապագայում դա դժվար թե տեղի ունենա։
Չենք զիջի Դոնբասը, այնտեղ 100,000-ներով մեր մարդիկ են ապրում։ Ես դա համարում եմ դավաճանություն, մեր դիրքերի թուլացում։ Ես չեմ կարծում, որ Դոնբասի հանձնումը կկանգնեցնի Պուտինին, գուցե միայն ժամանակավորապես, բայց հենց նա վերականգնվի, կցանկանա շարունակել պատերազմը։ Ինչ վերաբերում է ուկրաինական տարածքների վերադարձին, դա միայն ժամանակի հարց է։ Երկու պատճառ կա, ինչու չենք կարող վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները հենց հիմա։ Նախ հիմա այդքան մարդ չունենք, չկա նաև բավարար չափով զենք, սակայն արդար կլիներ հասնել 1991 թվականի սահմաններին։ Չնայած անհաղթահարելի թվացող տարաձայնություններին, Վաշինգտոնը դրական է գնահատել Ժնևյան բանակցությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունում է ամենաբարդ հարցերը դեռ լուծում չեն ստանում, սակայն վիճելի խնդիրները պակասել են։ Բանակցություններում Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ տեղեկացրել է, որ առաջարկներ են ներկայացրել Կիևին ու Մոսկվային եւ հուսով են, որ հակամարտությունը հնարավոր կլինի շատ արագ ավարտել։ Հաջորդ քայլը հնարավոր է դառնա Ռուսաստանի, Ուկրաինայի եւ գուցե Միացյալ Նահանգների նախագահների գագաթնաժողովի կազմակերպումը։ Կարծում եմ վերջին 8 կամ 9 շաբաթում ավելի շատ առաջընթաց են գրանցել, քան պատերազմի 4 տարվա ընթացքում։ Ռուսական կողմն այդքան էլ լավատես չէ։ Մոսկվայից հավատացնում են, բաց են բանակցությունների համար, սակայն չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ չեն հասել իրենց նպատակներին։ Իսկ որոնք են այդ նպատակները։ Դեռ ամիսներ առաջ Ռուսաստանից հայտարարել էին, հակամարտության կարգավորումը հնարավոր է, եթե Մոսկվայի եւ Կիևի համար ձևավորվի անվտանգության հավասար երաշխիքների համակարգ։ Ղրիմը, Սևաստոպոլը, Դոնբասը, Զապորոժիայի եւ Խերսոնի շրջանները ճանաչվեն ռուսական, ապահովվի Ուկրաինայի չեզոք, ոչ բլոկային եւ ոչ միջուկային կարգավիճակը։ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ չեղարկվեն։ Այնուհետև 2025 թվականի ամռանը Ալյասկայում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ռուսական կողմը հայտարարեց, որ ղեկավարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել ընդհանուր ընկալման եւ Մոսկվան պատրաստ է առաջ շարժվել Անկորիջյան պայմանավորվածությունների ոգուն համապատասխան։ Մեզ ասում են, որ ուկրաինական խնդիրը պետք է լուծվի, մինչդեռ Ռուսաստանն ընդունել է Ալյասկայում Պուտինի եւ Թրամփի միջև բանակցությունների ընթացքում Ուկրաինայի հարցով Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկը, իսկ հիմա հենց Վաշինգտոնը պատրաստ չէ ընդունել իր իսկ արած առաջարկները։ Թե ինչի մասին էին պայմանավորվել ամերիկյան եւ ռուսական պատվիրակներն Ալյասկայում, մինչ օրս հայտնի չէ։ Համենայն դեպս լուրեր են շրջանառվում, որ Թրամփին այդքան էլ չեն գոհացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները։ Ուստի հասկանալի չէ, որքանով են ակտուալ Անկորիջյան առեղծվածային համաձայնությունները։ Թեև տեղեկություններ կան, որ դրանք կարող էին վերաբերել անվտանգության երաշխիքներին եւ տարածքային հնարավոր զիջումներին։ Այսպիսով ամենախնդրահարույցը շարունակում է մնալ տարածքների հարցը, ինչ լուծումներ են հնարավոր այս ուղղությամբ եւ ինչ իրավիճակ է գետնին, կքննարկենք ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Պարոն Ներսիսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ներսիսյան, նախ փորձենք հասկանալ, ինչ իրավիճակ է հիմա մարտի դաշտում, քանի որ 2025-ին ըստ տարբեր գնահատականների ռուսական ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել Ուկրաինայի տարածքի 1%-ից էլ քիչ հատվածի վրա։ Տպավորություն է, որ փակուղային իրավիճակ է, այսինքն ոչ ռուսական, ոչ ուկրաինական կողմերը էական առաջխաղացում չունեն։ Այսպիսով ներկայում որ ուղղություններով են ամենաակտիվ ռազմական գործողությունները, ինչ տեմպեր են ընդհանրապես։ Բավականին ակտիվ ռազմական գործողություններ ունենք Պոկրովսկի շրջանում, քաղաքը գրեթե հիմա գտնվում է ասենց կոչված այդ գրեյ զոնի մեջ, ոչ մի կողմին մեծ մասը քաղաքի չի պատկանում, բայց ասել, որ Պոկրովսկը վերցրել է Ռուսաստանը, մինչև հիմա էլ չի կարելի, իսկ այս օպերացիան արդեն 1 տարի է, եթե ոչ ավել, արդեն դժվար է հիշել երբ է սկսել։ Նույն ժամանակ ունենք ուրիշ ուղղություններում էլ ակտիվություն, Զապորոժիայում ունեցանք որոշ չափով ակտիվություն կա Կուպյանսկի ուղղությամբ, որտեղ Կուպյանսկը գրեթե լիովին համարյա Ռուսաստանը վերցրել էր մի պահ, բայց հետո Ուկրաինան հետ վերցրեց քաղաքի մեծ մասը, հետաքրքիր պատմություններ են, բայց գլոբալ առումով կարելի է ասել, որ վերջի գոնե մի քանի ամիսը ստագնացիա է ֆրոնտում եւ ոչ մի լուրջ առաջ գնացում չունի։
Բայց հիմա հիմնական ուղղությունը Պոկրովսկն էլ Դոնեցկի բնակավայր է ու Դոնեցկում են հիմա կենտրոնացած ավելի շատ, ուզում են ռուսները Դոնեցկը վերցնել ավելի շատ։ Որովհետև Դոնեցկը վերցնելու, եթե Դոնեցկը Ռուսաստանը չվերցնի, իրենց շատ դժվար կլինի բացատրել, թե այս պատերազմը ինչու են իրենք սկսել, որովհետև սկսվեց պատերազմը Դոնեցկ ու Լուգանսկ ճանաչելով եւ հետո դարձնելով Ռուսաստանի մի մասը, հիմա ստացվում է, որ ահագին մասը Դոնեցկի օբլաստի դեռ իրանք չեն տիրապետում այս պահին, իրանք զորքերը չեն կարողանում այդ առաջ գնացումը ունենալ եւ հետաքրքիր բան է, որ մոտավորապես այն տարածքը, որ իրենք առաջ են կարացել գնալ այս ուղղությամբ, հիմա որ հասնեն ամենագլխավոր ուկրաինական պաշտպանության գծին, որը Կրամատորսկ-Սլովյանսկ ագլոմերացիան է, իրենք դեռ համարյա նույն կիլոմետրաժը պետք է առաջ կարողանան գնալ, ինչը որ 4 տարվա մեջ են արել, որ պատկերացնեք ինչ դանդաղ պատերազմ է սա եւ ինչ որտեղ երևի առաջի համաշխարհայինից էլ արդեն ավելի դանդաղ առաջ գնացումները լինում եւ գլոբալ առումով կողմերից ոչ մեկ մոտավորապես աշնանից 2022 թվականի ոչ մի օպերատիվ կամ ռազմավարական մակարդակի առաջ գնացում չի կարողացել ունենալ տակտիկական մակարդակի մենակ մարտեր են, որոնք նույն ժամանակ կորուստները ռազմավարական օպերացիաների կորուստներ են։ Ուկրաինական կողմը հայտարարում է նոր հակագրոհի մասին եւ ասում են, որ բավականին հաջող է անցել։ Ռուսական կողմն էլ հայտարարում է նոր ուժեր կուտակելու մասին։ Ինչ վիճակում են հիմա Ուկրաինայի եւ Ռուսաստանի կարողությունները կենթանի ուժի, ռազմատեխնիկայի առումով եւ գարնանը կարող է ինչ-որ ակտիվություն լինել։ Գրեթե երկու կողմի ռեսուրսներն էլ երկու անգամ մինչև ավելի քիչ են, քան կողմերը փորձում են դրա մասին խոսել, ասենք Ռուսաստանի բանակից ասում են, որ 1 միլիոնից ավել է, 1.5, բայց 700,000 երևի մոտավորապես Ուկրաինայում էլ այդ խնդիրը կա։ Նույն ժամանակ այդ հակագրողը օրինակ Ուկրաինան որ անցկացրեց, էլի տակտիկական խնդիրներ են լուծվել։ Օրինակ վերջի կես տարվա Ռուսաստանի Զապորոժիայում ինչ որ այդ փոքր առաջ գնացումները օրինակ ջնջել են օրինակի համար, բայց դա մեկը գլոբալ առումով ոչ մի բան չի լուծում։ Ուկրաինական կողմը այդ տեսակետից մի քիչ ավելի ոնց որ խելամիտ է մոտենում, մենակ հակագրոհ են անում, երբ որ տեսնում են, որ քիչ ռեսուրսով դա հնարավոր է անել, օրինակ հիմա Starlink-ի խնդիրը որ եղավ, որ անջատվեց, հետո էլ Telegram-ի հետ խնդիրները սկսվեցին, Ռուսաստանի բանակը լուրջ կապի խնդիրներ ունեցավ եւ Ուկրաինան փորձեց ինչքան հնարավոր է դրանից օգտվել այդ կարճ ժամանակաշրջանում, երբ որ մեծ խնդիրներ կային։ Իսկ ռազմատեխնիկայի տեսանկյունից, որովհետև տպավորություն է, որ Արևմուտքը օգնում է Ուկրաինային, ռուսներն էլ ասում են, որ արդյունաբերությունը լավ վիճակում է։ Արդյոք այդպես է։ Արդյունաբերությունը Ռուսաստանի աշխատում է 24/7, մաքսիմումի, որը ինքը կարող է, բնականաբար Ուկրաինան այդտենց արդյունաբերություն չունի, բայց երևի այս պահին կարելի է ասել, որ իրար համալրում են մոտավորապես այդ երկու գործոնը, օգնությունը եւ ռուսական ռազմաարդյունաբերությունը, բայց Ռուսաստանը նաև Հյուսիսային Կորեայից ահագին գնումներ է շարունակում անել Իրանից, դա էլ է գործոն, նույն ժամանակ, որ ասում են շատ լավ վիճակում է արդյունաբերությունը, դա էլ մի քիչ ինձ թվում է PR-ը, այո, ահագին արտադրում են, բայց լիքը թվեր կան, որ կյանքի հետ ոչ մի կապ չունեն, օրինակ հայտարարվում էր օֆիցիալ, որ 1200 տանկ են տարին արտադրում, բայց 1200 տանկից իրենք արտադրում են 150-ից 200 ամենաշատը, մնացածը օրինակ հին սովետական տանկեր են, որոնք սկլադից հանվում են, պահեստից եւ ինչ-որ ռեմոնտ վերանորոգվում են, դա նոր տանկ չի, էլի, արտադրել չի, օրինակ այդ գործոնը այդ սովետական պահեստները ինքը ահագին հիմա թուլացել է, շատ նվազել են քանակները, դա բաց տվյալներով էլ է ստուգել լինում, որովհետև շատ այդ պահեստները, օրինակ բաց երկնքի տակ են, կարելի է արբանյակային, օրինակ 2022 թվականի
իրավիճակը նայել ու այս տարի տեսնել, որ 70%-ը ընդեղ չի, օրինակ արդեն։ Հա, հիմա դրա համար այդ տեմպերն էլ են նվազում, որովհետև այդ որ պահեստից հանում են, սկզբից հանում են նրանք, որոնք ամենալավ վիճակում են գտնվում, հետո որ չի մնում, արդեն ասենք պայմանական 3 տանկից մի հատ պետք է հավաքես արդեն, որ դժվարանում է։ Ու մենք տեսնում ենք այդ տենդենսը, որ ռազմական տեխնիկայի կիրառումը նվազում է երկու կողմից, է զուտ ռազմական տեխնիկայի, տեսնում ենք շատ ավելի մեծ կիրառում, օրինակ այդ նույն քաղաքացիական դրոների տարբեր տեսակի մոդիֆիկացիա արած, FPV, կոպտերներ եւ այնտեղ հակառակ աճը արտադրության, ասենք, միլիոններ է տարին արդեն արտադրվում։ Չինաստանում բնականաբար այնտեղ հավաքում են կոմպոնենտներից չինական, բայց մենք ունենք օրինակ մի տենդենս, որ հրետանին գրեթե արդեն առաջի դերերում չի, օրինակ, որը պատերազմի առաջի 2-3 տարին տենց էր, հիմա կորուստների 50%-ից ավերը կողմերի FPV դրոններից է գալիս, որովհետև հրետանի չունեն երկու կողմն էլ այդքան, որ ինչքան ուզում են ունենան։ Նաև վերջին ամիսներին ռազմական գործողությունների բնույթն է որոշակիորեն փոխվել։ Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվացրել են էներգետիկ օբյեկտներին հարվածները, Ուկրաինան արդեն ավելի խորքային տարածքներին է հարվածում Ռուսաստանի։ Ռազմավարական այլ ինչ փոփոխություններ կարող եք առանձնացնել եւ որքանով են դրանք ազդում ռազմական գործողությունների բնույթի վրա։ Այն է, որ ինչքան երկարում է այս պատերազմը, այնքան տեխնոլոգիական մակարդակը կողմերի մոտենում է, ճիշտ իրար, ռեսուրսայինն էլ նաև հենց նշեցիք, որ առաջ եթե օրինակ առաջի 2 տարին մենակ Ռուսաստանը կարար Ուկրաինայի խորքում թիրախներ ոչնչացնել, հիմա իրավիճակը գրեթե դեռ չի հավասարվել, բայց տենդենսը երևում է, Ուկրաինան արդեն արտադրում է ահագին տեսակների հեռահար դրոններ եւ հիմա արդեն սկսել է կիրառել ահագին լավ որակի թևավոր հրթիռներ իրենց արտադրության։ Կարծում եմ, որ արտադրվում է իրենց տարածքից դուրս բնականաբար, օրինակ Պոլշայում կամ կարևոր չի, բայց իրենց հենց ինժեներների կողմից շատ ավելի էժան լուծումներ, քան այն ինչը որ նրանք օգնություն են ստանում Եվրոպայից, եւ այդ երկարելը միշտ բերում է նրան, որ կողմերը ավելի ու ավելի փորձում են ադապտացվել իրար, դրա համար էլ մենք տեսնում ենք, որ ինչքան երկարում է, այնքան ավելի քիչ մենք տեսնում ենք իմաստ էս ամեն ինչի մեջ, ճիշտը որ ասենք նաեւ։ Իսկ նավթաբազաների թիրախավորումը, ռուսական նավթաբազաների թիրախավորումը որքանով է, այսպես ասենք, հետ գցել ռուսական կողմի կարողությունները։ Չեմ կարծում, որ զուտ ռազմական գործողությունների մեծ ազդեցություն ունի, տնտեսական վնաս է Ռուսաստանի տնտեսությանը, ասենք գներն են թանկանում, բենզինի, ինչ-որ հերթեր են եղել տարբեր քաղաքներում, բայց գլոբալ առումով դա դեռ չի բերել նրան, որ լուրջ խնդիրներ բանակում Այսինքն ուղղակի անհարմարություններ են պատճառում, այսպես ոչ թե անհարմարություն ասելով հիմա մենակ այդ կոմպոնենտը անհարմարություն է, բայց ասենք նոր սանկցիաների հետ շարունակվող շատ մեծ ծախսերի պատերազմի շուրջ եւ ռեսուրսներից խոսալով հիմա Ռուսաստանի դեպքում իրենք մեծ մասամբ վարձկան ասելով գումարով են ոնց որ մարդկանց բանակ բերում, չունեն մոբիլիզացիա։ Հիմա այդ ամեն տարի, ասենք, ով որ պատրաստ էր, չգիտեմ, 3 միլիոն ռուբլիով գնացել են արդեն։ Հետո պետք է սկսես 4-5, այդ վճարները անդադ աճում են, որ կարողանան մարտելի բանակ բերեն։ Հիմա առաջի տարին էր 2025-ը, երևի որ կարելի է ասել, որ տնտեսական լուրջ խնդիրներ սկսվեցին։ Կիևը եւ Մոսկվան հիմա բանակցում են, թեև օրինակ Կիևը մեղադրում է Մոսկվային անլուրջ մոտեցման համար եւ որոշումներ կայացնել չկարողացող մարդկանց այդ բանակցություններին ներգրավելու համար, նաև տեղեկություններ կան, որ հենց ուկրաինական պատվիրակության ներսում որոշակի անհամաձայնություններ կան կարգավորման տեսլականի հետ կապված։ Ձեր կարծիքով այս գործընթացը, բանակցային գործընթացը որքանով է մոտեցնում խաղաղությանը։
Կա տենց կարծիք, որին ես բավականին երևի մոտ եմ, որ երկու կողմն էլ փորձում է ընդամենը ցույց տալ Տրամփին, որ իրանց պատճառով չի, որ չի ստացվում պայմանավորվել։ Բնականաբար Ուկրաինայի ուզածը ավելի ռեալիստիկ է այն տեսակետից, որ ենք հիմա կարծում եմ համաձայն են սառեցման ու ինչ որ տարածքային որևէ պրետենզիա բաց չունեն այս բանին, չեն այս պատրաստ են վերջացնել պատերազմը դե ֆակտո այն տարածքային բաշխումով, որը այսօր կա, բնականաբար իրանք չեն ճանաչելու այդ տարածքները ռուսական, բայց չեն ասում օրինակ զորքեր, ոնց որ օրինակ սկզբում զորքերը հանեք մինչև պատերազմի ինչ որ իրավիճակ հիմա Ռուսաստանի կողմից ճիշտ ասած ավելի ինչ որ ծանր ինձ թվում է պայմաններ են եւ ավելի շատ ես կասեի որ Ռուսաստանի դիրքից է որ չի վերջանում պատերազմը այս բանին կարծում եմ որ Ուկրաինան սառեցման ինչ որ գարանտիաներով պատրաստ է ինչ որ երաշխիքներով Խոսեցինք տարածքներից, անդրադառնանք Դոնբասին, մի քիչ առաջ էլ խոսում էինք Դոնեցկի ու Լուգանսկի հետ կապված։ Դուք այս հարցի կարգավորման ինչ սցենարներ եք տեսնում, որ հիմա կան կամ կարող են լինել, այստեղ նաև պետք է հիշենք, որ Դոնալդ Թրամփը օրինակ առաջարկում է տնտեսական ազատ գոտի ստեղծել այդ հատվածում, բայց օրինակ թե ով է կառավարելու վերահսկելու այդ բուֆերային գոտին, հայտնի չէ։ Այս տարբերակը ինչքանով կարող է կենսունակ լինել մնացածից զատ։ Որ տարածքում Դոնեցկի, որը արդեն Ռուսաստանի մոտ է, որը Ուկրաինայի մոտ է, Ոչ մեկ չգիտի։ Այստեղ շատ հարցեր կան ու մի քիչ տարօրինակ տնտեսական լուծումները քննարկել, երբ որ պատերազմը դեր գնում է ու ոչ մեկ չգիտի երբ է դա վերջանալու։ Այդ ամեն ինչը ինձ թվում է կարելի է քննարկել, երբ որ մարտական գործողություններ չլինեն արդեն եւ ես տենց մի քիչ ավելի պեսիմիստիկ հայացք ունեմ, չեմ կարծում, որ մոտակա գոնե կես տարին այս պատերազմը վերջանալու է, որտեվ կողմերի դիրքը ահագին հեռու է դեռ մեկը մյուսից։ Բայց բավականին լավատեսական էր կես տարին, որովհետև մի քանի տարի կես տարուց կարելի է մի հատ էլ քննարկել երբ կարող է։ Այս կոնկրետ այս պատերազմում ինձ թվում է մոտավորապես տենց ամեն կես տարի կարելի է մի հատ էլ հասկանալ ուր է ամեն ինչ շարժվում։ Տարածքներից զատ բանակցային սեղանին է նաև անվտանգության երաշխիքների հարցը եւ դրանց մաս է կազմում օրինակ արևմտյան կողմն ասում է, որ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա։ Բայց Ռուսաստանը կտրականապես դեմ է այս ամենին եւ խոստանում է նույնիսկ թիրախավորել այդ ուժերը, եթե դրանք տեղակայվեն։ Այո, հիմա դա այն չլուծվող խնդիրներից մեկն է, դա է Դոնեցկի տարածքների խնդիրն է։ Խնդիրը որ Ռուսաստանը չգիտես ինչու արեց այն ռեֆերենդումը, որ մտցրեց 4 տարբեր ուկրաինական օբլաստ իր կազմի մեջ, բայց իրենք այդ տարածքին դաժե մոտ չեն ունենալու այդ տարածքները, հատկապես օրինակ Խերսոնը, որ գրեթե այս պատերազմում դա հնարավոր չի արդեն հետ վերցնել, կամ էլ պետք է տարիներ էլի անցնեն եւ չենք էլ իմանա ինչով այդ ամեն ինչը կվերջանա։ Դրա համար այդ երաշխիքներն էլ դժվար շատ հարց, զորք կբերեն թե ոչ եվրոպացիները, ես չկասկածում իրենց դիրքորոշումն է, եթե ԱՄՆ-ն դրա մեջ չմասնակցի, իրանք էլ պատրաստ չեն, պատրաստ են մենակ եթե ԱՄՆ-ն նաեւ երաշխիքներ տա, բայց ես ճիշտն ասած 0 հավատ ունեմ, որ Ռուսաստանը ռեալ որևէ պլան ունի թիրախավորել որևէ թիրախ Եվրոպայում կամ այդ միջուկային զենքից, որ խոսում են այդ ամեն ինչը մենակ նրա համար է, որ վախացնեն, փորձեն ազդել հենց նմանատիպ մոտեցումներին կամ ավելի շատ մասնակցությանը Եվրոպայի պետությունների եւ ԱՄՆ-ի այս կոնֆլիկտում նախկինում մենք տեսել ենք տասնյակ անգամներ, երբ որ իրենց ասածը որ օրինակ եթե Կրիմին խփեն միջուկային զենք կլինի, խփեցին, չեղավ, հետո հիմա ինչքան ուզում են խփում են։ Ռուսաստանի տարածք մտնեն կխփենք, մտան ոչ մի բան չեղավ։
Ու տենց օրինակները շատ են, հիմա իմաստ չունի թվարկել, ինձ թվում է ռեալ միջուկային զենքի կիրառումը դա մենակ եթե, չգիտեմ, կարող է, եթե Մոսկվան գրավելուց լինեն։ Կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է, բայց ամեն դեպքում ձեր կարծիքով դեռ քանի տարի այս իրավիճակում կլինենք, որովհետև արկա է ամեն դեպքում հոգնածություն պատերազմից, ռեսուրսները անվերջանալի չեն, Ռուսաստանում էլ տնտեսական խնդիրներ են, բյուջետային խնդիրներ են, Ուկրաինայում ներքաղաքական խմորումներ են շարունակվում։ Կարծում եմ, որ կողմերը դեռ 2-3 տարի պատերազմ անելու ռեսուրս ունեն, ամենակիչը տնտեսականը դեռ Ռուսաստանի դեպքում, Ուկրաինայի դեպքում տնտեսականը օգնողներ կան, որ չքանդվի, բայց 2-3 տարի էլ դա հնարավոր է, նույն ժամանակ կարող է 2-3 տարուց էլի մենք քարտեզի վրա շատ մեծ փոփոխություններ չունենանք, բայց կարծում եմ, որ այդ արդեն մոտենում է մի պահ, որտեղ երևի կհասկանան կողմերը, որ էլ իմաստ չունի փորձել։ Ոնց որ Իրանի ու Իրաքի պատերազմը 8 տարի տևեց, երևի այդ դրան ինչքան մոտենում է, արդեն ավելի բարձր մենք հավանականություն ունենք, որ կողմերը կհասկանան, որ սառեցնել է, պետք հնարավոր չի էլ սրանով շարունակել զբաղվել։ Բայց ռեսուրսների մասին, որ ասում եք մարդկային, օրինակ Ռուսաստանում դեռ որևէ խնդիրներ մեծ չկան սոցիալական մի պատճառով, որովհետև իրենք մեծ գումարներ են տալիս, փոքր քաղաքներում, գյուղերում մարդիկ, եթե կա ցինիկ է հնչում, բայց հավեսով գնում մահանում են։ Ինչ իմաստով, որ մահանալուց էլ 7-ից 10 միլիոն ռուբլի ընտանիքին են տալիս, շատ տենց գեշ դրվագներ ահագին լինում են, երբ որ ընտանիքը տենց շատ չի էլ տխրում, որ ասեմ։ Որովհետև մեծ գումար են ստանում հետո։ Հա, գումար, որը իրանց կյանքում դրա մոտիկն էլ չէին աշխատել, սաղ կյանքում իրանք դրա կեսն էլ չէին աշխատելու օրինակի համար։ Հիմա այդ ռեսուրսը ինչքան կարելի է օգտագործել, ինձ թվում է ոչ մեկ էլ չգիտի, ասենք, երբ կսկսի դանդաղել այդ հոսքը մարդկանց, դժվարանում եմ ասել։ Պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Երբ եւ ինչպես կհանգուցալուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը անհայտ է։ Ընդհանուր առմամբ պատերազմի արդեն 5-րդ տարին սկսվել է բանակցություններում եւ առաջնագծում էական առաջընթացի բացակայության պայմաններում։ Կիևի առաջարկած ժամանակավոր էներգետիկ հրադադարի հեռանկարն էլ կարծես զրոյական է։ Զոհերի թիվն օրեցօր ավելանում է, թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներ։ Պատերազմի շուտափույթ դադարեցման միտումներ չեն նկատվում։ Այսօր օրակարգում ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցն էր։